Աչաջրի միջնակարգ դպրոցին կից կառուցվել է նոր հիդրոպոնիկ ջերմոց հիդրոգրին Տավուշ ծրագրի շրջանակում։ Այսպես նաև Սևքարի ու Կողբի թիվ 1 դպրոցին կից կառուցված հիդրոպոնիկ ջերմոցները մեկ նախագծում հնարավոր են դարձնում կրթական, բնապահպանական ու սոցիալական նորարարությունը։ Ծրագրի աջակիցը Էստոնիայի կառավարությունն է, այս կերպ գյուղատնտեսության ոլորտում էստոնական փորձը տեղայնացվում է Տավուշի մարզում։ Էստոնիայում գյուղատնտեսության զարգացումն ունի երկու հիմնական նպատակ։ Նախ, շրջակա միջավայրի պաշտպանությունն է, բայց նաև շրջանաձև տնտեսությունը։ Որպեսզի մենք իսկապես պաշտպանենք մեր շրջակա միջավայրը գյուղատնտեսության ոլորտում առկա զարգացումների և արտադրության միջոցով։ Ուրախ եմ, որ մենք ունենք օրինակելի էստոնական փորձ նաև այստեղ, Հայաստանում։ Էստոնիայի և Հայաստանի միջև հարաբերությունները երբեք այսքան լավ չեն եղել, որքան հիմա են։ Մենք ունենք շատ սերտ քաղաքական կապեր։ Հայաստան-Էստոնիա հարաբերությունները կարևոր են նաև Հայաստանի և Եվրոպական միության հարաբերությունների համատեքստում, քանի որ Էստոնիան Եվրոպական միության անդամ է։ Հիդրոգրին Տավուշ ծրագիրն իրականացվում է միայն Տավուշի մարզում։ Նախաձեռնությունը փախստականների հարցերով Էստոնական խորհրդի հայաստանյան մասնաճյուղինն է։ Ծրագրի իրականացման նախադրյալը բնակավայրերում ջրային պաշարների սղությունն է։ Ծրագիրը իրականացվում է միայն Տավուշի մարզում, այս պահին 3 դպրոցներին կից կառուցվում է հիդրոպոնիկ ջերմոցների։ Հիմնականում նպատակը եղել է բարելավել Հայաստանում բնապահպանական կրթությունը, ինչպես նաև կայուն գյուղատնտեսությունը զարգացնել հիդրոպոնիկայի միջոցով, քանի որ այս տարածաշրջանում եւ նաև Հայաստանի մյուս շրջաններում ջրի սղությունը կա, բնականաբար բոլորս տեղյակ ենք բնապահպանական այլ խնդիրներից եւ նպատակ է եղել նաև Էստոնիայի շատ հարուստ փորձը բերել Հայաստան եւ ներդնել Հայաստանում։ Առաջին ծրագիրը սկսում ենք Տավուշից։ Իրականացվող ծրագիրը նպատակ ունի ձևավորել պատասխանատու բնապահպանական վարքագիծ Տավուշի մարզի 400 աշակերտների շրջանում և միաժամանակ նպաստել սննդյան վտանգության ու կայուն տեղական էկոհամակարգի կայացմանը։ Ջերմոցների կառուցմամբ ու շահագործմամբ աշխատանքները չեն ավարտվի։ Դպրոցներում 7-ից 9-րդ դասարանցիների համար կանցկացվեն կանոնավոր դասընթացներ ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, թափոնների կառավարման ու ընդհանրապես բնության հետ հաշտ ապրելու սկզբունքների վերաբերյալ։ Այս գյուղերում, հատկապես Աչաջուրում, շատ սուր է ջրամատակարարման խնդիրը եւ ուստի հիդրոպոնիկ մշակության ներդրմամբ եւ տարածմամբ հույս ունենք նպաստել կայուն գյուղատնտեսության զարգացմանը այս գյուղերում։ Ծրագրի շրջանակներում ներդրված համակարգերը հիդրոպոնիկ ջերմատունը, կոմպոստավորման համակարգը, արևային պանելները, նաև անձրևաջրերի կուտակման համակարգը նպաստելու են շրջանաձև տնտեսության կիրառելի մոդելի ձևավորմանը այս 3 դպրոցներում։ Եվ ծրագրի կրթական բաղադրիչի շրջանակներում էլ մյուս շաբաթվանից նախատեսում ենք մեկնարկել կայուն գյուղատնտեսության եւ կլիմայի փոփոխության հետևանքների հաղթահարման վերաբերյալ դասեր 6-ից 9-րդ դասարանի աշակերտների շրջանում փախստականների հարցերով էստոնական խորհրդի կողմից մշակվել ու արդեն իսկ կրթության գիտության նախարարության հաստատմանն է արժանացել նախագծային ուսուցման 4 թեմաներ, որոնց միջոցով կենսաբանություն, ֆիզիկա, մաթեմատիկա եւ հասարակագիտություն առարկաների շրջանակներում 7-ից 9-րդ դասարանի աշակերտները հնարավորություն են ունենալու իրենց գործնական նախագծային աշխատանքները իրականացնել։ Ջերմոցների մշակման աշխատանքներում կներգրավեն նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակիչները։ Այսպես Տավուշի 3 գյուղերում դպրոցներին կից կառուցված ջերմոցներն արդեն պատրաստ են։ Դրանք նախ եւ առաջ բաց դասարաններ են, որտեղ երեխաներն ավելի մոտ կլինեն բնությանն ու էկոլոգիական կյանքին։